Պարոն Գալստյան, մերձավոր արևելքի հետ կապված, իրավիճակի սրման հետ կապված, ըստ ձեզ ինչպես դա կազդի Հայաստանի տնտեսության եւ ֆինանսական շուկայի վրա, արդյոք նավթի գների, լոգիստիկ ծախսերի ռիսկի աշխարհաքաղաքական հավելավճարի աճը կարող է ուժեղացնել գնաճային ճնշումը, բարձրացնել փոխառությունների արժեքը, վատթարացնել կապիտալի շուկայի պայմանները, որքանով է շուկան պատրաստ երկարատև արտաքին շոկերի եւ արդյոք ԿԲ-ն ունի արտաքին ռիսկերի շեմ, որից հետո առաջնահերթությունը կտեղափոխվի գնային եւ ֆինանսական կայունության պաշտպանության կողմը։ Եվ ձեր թրթությամբ երկրորդ հարցը գնաճի վերաբերյալ աճում է գնաճը Հայաստանում դինամիկան ցույց է տալիս, որքանով է գների ներկայիս աճը ԿԲ-ի գնահատմամբ հանդիսանում կայուն միտում, այլ ոչ թե ժամանակավոր շեղում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Նախ սկսեմ տարածաշրջանում տիրող լարվածությունից, դուք տեսնում եք մեր սլայդի վրա, մենք փորձել ենք գնահատել, թե մերձավոր արևելքի հակամարտության սրման արդյունքում ինչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ Հայաստանում գնաճի վրա, ու մեր գնահատականներով դա կկազմի մոտ 1.2-ից 1.7%, ու դուք տեսնում եք ենթակոմպոնենտները, դա նավթի գնի ավելացումն է, ներմուծման այլընտրանքային ճանապարհների օգտագործման արդյունքում գնի որոշակի աճը եւ Իրանից ներմուծվող պարենային ապրանքների որոշակի փոխարինումը։ Սա ռիսկերի տիրույթում է, այսինքն մենք չենք ասում, որ սա տեղի է ունենալու, բայց տեղի ունենալու պարագայում գնաճի վրա ազդեցությունը կլինի 1.2-ից 1.7%։ Ինչ վերաբերվում է վերջին իրադարձությունների ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա, ապա այդտեղ մի քանի ուղի կա, որոնք մենք մեր այսօրվա հանդիպման ընթացքում քննարկել ենք։ Ուղիներից առաջինը ու թերևս երևի թե կարևորներից մեկը դա կոնֆլիկտի ազդեցությունն է համաշխարհային տնտեսության եւ ընդհանուր օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տնտեսական աճի եւ ընդհանուր տնտեսական զարգացումների վրա։ Մեր գնահատմամբ հակամարտությունը, որը որ կա միջին արևելքում այս պայդրությամբ, ինքը ավելացնում է ստագֆլյացիոն ռիսկերը, այսինքն մի կողմից ավելացնում է տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից իր մեջ ունի որոշակի ներուժային պոտենցիալ գնաճի ավելացման տեսանկյունից, ինչը բավականին անցանկալի երևույթ է լինելու մեզ համար, որովհետև եթե համաշխարհային տնտեսությունում նկատվելու է տնտեսական ակտիվության անկում, դա անդառնալիորեն ազդելու է Հայաստանի ներսում տնտեսական աճի եւ տնտեսական զարգացումների վրա։ Ուստի մեր քննարկումների ընթացքում մենք այդ կոմպոնենտին բավականին մեծ կշիռ ենք տվել քննարկման ընթացքում, այդ B տիպի սցենարների մատերիալիզացիայի մի ուղի է, բայց կարևոր ուղի։ Երկրորդը, ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսությունում հնարավոր ազդեցություններին, եթե օրինակ արտաքին պահանջարկը նվազեց, այդ արտաքին պահանջարկը բնականաբար ազդելու է նաև մեր տնտեսության արդյունքների վրա, ու դրանք ոչ միայն տնտեսական են լինելու, նաև մենք խոսել ենք, որ կարող են լինել հոգեբանական խնդիրներ, օրինակ մարդիկ, ովքեր որ տրամադրվել էին, որ այս տարի պիտի այցելեին Հայաստան, տեսնելով, որ Հայաստանի շուրջ զարգացումները գնում են ինչ-որ վատ սցենարներով, կարող է զերծ մնան այս տարի Հայաստան այցելելուց։ Երկրորդ խնդիրները, որը մենք նաև կարող ենք ունենալ պոտենցիալ ռիսկերի տեսանկյունից, դա հայկական ընկերությունների կողմից միջին արևելքի շուկաներում ապրանքների իրացման հնարավորության սահմանափակումն է եւ այդ լոգիստիկ խնդիրների արդյունքում նաեւ արտահանման որոշակի սահմանափակումներ։ Գիտեք, որ այնտեղ Միացյալ Արաբական Էմիրությունները վերջին ժամանակաշրջանում Հայաստանի համար հանդիսանում էին որոշակի հաբ, որտեղ արտահանվում էին Հայաստան բերվող եւ Հայաստանից արտահանվող ապրանքների մի մեծ խմբականակ, ուստի մենք կարծում ենք, որ այդտեղ որոշակի ռիսկեր կան կուտակված։ Երրորդը դա ձեր կողմից մատնանշված նավթի գների հետ կապված զարգացումներն են, նավթի գները ունեն ուղղակի ազդեցություն գնաճի վրա, բայց նաև կան երկրորդական էֆեկտներ, որովհետև նավթը կամ էներգակիրները իրանք որոշակի պրոպորցիաներով մտնում են նաև ընդհանուր ապրանքների ինքնարժեքի վերջնական հաշվարկի մեջ, որը կարող է թանկացնել մեր ապրանքները արդեն առաջարկի տեսանկյունից։ Ու այս բոլոր կոմպոնենտները համադրելով մենք կարծում ենք, որ կան որոշակի ռիսկեր, որ մեզ կարող են տանել ավելի ցածր գնաճային ուղղությամբ, որը պայմանավորված կլինի հենց ցածր պահանջարկով, եւ կան նաեւ գնաճային ռիսկեր, այդ փլմոր մենակ արտաքին շուկաների մասին եմ ասում, որոնք կարող են մեզ ապահովել գնաճի ավելի բարձր տրայեկտորիա։
մենք այս պահին դեռ դիտարկում չունենք, այսինքն երբ որ պատերազմական գործողությունները Իրանում սկսվեցին, դա եթե չեմ սխալվում փետրվարի 28-ն էր, դա արդեն մարտի գնաճի մեջ պիտի երևա, մենք մարտի գնաճի թիվը դեռևս չունենք։ Այսինքն մենք ունենք փետրվարի գնաճի թիվը, որը չի արտացոլում այն զարգացումները, որը Իրանում տեղի են ունենում։ Եվ երկրորդ հարցը մի հատ որ խնդրեմ։ Հա, մենք ըստ էության գնաճի մեջ կան կոմպոնենտներ, որոնք պայմանավորված են պահանջարկի գործոններով եւ գնաճի մեջ կան կոմպոնենտներ, որոնք պայմանավորված են առաջարկի գործոններով։ Այդտեղ զգալի գործոններ կան, որոնք հիմնականում առաջարկով են պայմանավորված, օրինակ, չգիտեմ, մսի թանկացում, որը ըստ էության պիտի լինի միանգամյա, ու որպես կանոն այդ տիպի թանկացումները հենց միանգամյա են լինում, բայց նաև կա որոշակի, օրինակ, առողջապահական ծառայությունների թանկացում եւ այլ բաներ, կոմպոնենտներ, որոնք իրանց մեջ որոշակի պահանջարկի էլեմենտներ ունեն։